Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հուլիսի 29։ Նա վռնդել է քո թշնամիին, Սոփոնիա 3 գլուխ 15 խոսք։ Ինչ մեծ վտարում էր դա։ Սատանան կորցրեց իր գահը մեր բնության մեջ, ինչպես որ կորցրել էր իր տեղը երկնքում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը կործանեց թշնամու իշխանությունը, որով նա տիրում էր մեզ վրա։ Նա կարող է դեռ անհանգստացնել ու փորձության ենթարկել մեզ, բայց այլևս չի կարող հայտարարել, թե մենք իրենն ենք։ Նրա կապանքներն այլևս մեր հոգիների վրա չեն, որովհետև Որդին ազատեց մեզ և մենք իսկապես ազատ ենք։ Թեև գլխավոր թշնամին դեռ շարունակում է եղբայրների մեղադրողը լինել, միևնույն է, մեր Տերը նրան նաև այդ դիրքից է հեռացրել։ Մեր բարեխոսը լռեցնում է մեր մեղադրողին։ Տերը սաստում է մեր թշնամիներին և ինքը պաշտպանում է մեր հոգու դատը, այնպես որ սատանայի բոլոր զրպարտություններն ու մեղադրանքները վերջի վերջո ոչ մի վնաս չեն պատճառում մեզ։ Որպես փորձիչ, չար ոգին դեռևս հարձակվում է մեզ վրա և փորձում է ներթափանցել մեր մտքերի մեջ, սակայն նույնիսկ այդ ոլորտում նա այլևս զրկված է իր նախկին գերիշխանությունից։ Նա կարող է օձի պես գալարվել ու սողոսկել, բայց այլևս չի կարող թագավորի պես իշխել։ Երբ հնարավորություն է գտնում, հայհոյական ու անաստված մտքեր է նետում մարդու մտքի մեջ, բայց ինչ մեծ թեթևություն է, երբ Տերը նրան հրամայում է լռել, և նա ծեծված շան նման ամոթահար հեռանում է։ Տեր, խնդրում եմ օգնիր բոլոր նրանց, ովքեր այժմ տանջվում ու հոգնել են նրա անդադար հարձակումներից։ Վտարիր նրանց թշնամուն և քո փառքը հայտնիր նրանց աչքերի առաջ։ Դու արդեն նրան գահից իջեցրել ես, Տեր, այժմ էլ վերջնականապես վտարիր նրան։ Երանի այն օրը շուտ գա, երբ դու նրան ամբողջովին կարտաքսես այս աշխարհից։